Իրանի դեմ պատերազմի 24-րդ օրը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին 2 օրերին Վաշինգտոնն ու Թեհրանը շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ են անցկացրել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների լիակատար եւ ամբողջական կարգավորման վերաբերյալ, ինչից հետո հանձնարարել է 5 օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։ Ես հանձնարարել եմ պատերազմի դեպարտամենտին 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված բոլոր հարվածները, կախված ընթացիկ հանդիպումների եւ քննարկումների հաջողությունից։ Երեկ Դոնալդ Թրամփը Թեհրանին 48 ժամ էր տվել Հորմուզի նեղուցը բացելու համար, սպառնալով հակառակ դեպքում ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները։ Իրանի նախագահն արձագանքել է Թրամփին, նշելով, որ այս սպառնալիքներն ԱՄՆ հուսահատության մասին են վկայում եւ միայն ամրապնդում են Իրանի միասնությունը։ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացառությամբ նրանց, ովքեր ոտնձգություն են կատարում մեր հողերի նկատմամբ, գրել է Մասուդ Փեզեշքյանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ սպառնացել էր ամբողջությամբ փակել նեղուցը եւ հարվածել տարածաշրջանում ամերիկյան ընկերություններին ու ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանի էներգետիկ օբյեկտներին։ Իրանի ազգային պաշտպանության խորհուրդն էլ սպառնացել էր ականապատել եւ երկար ժամանակով պարալիզացնել Պարսից ծոցի բոլոր հաղորդուղիները, եթե հարձակում լինի իրանական ափի կամ կղզիների վրա։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ուժերը պատերազմի 24-րդ օրը մասշտաբային հարվածներ են հասցրել, ինչպես իրենք են պնդում, ահաբեկչական ենթակառուցվածքներին Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում Թեհրանում։ Հարձակման են ենթարկվել Խորամաբադ, Ահվազ, Ուրմիա, Թավրիզ եւ Բանդարաբաս քաղաքները, կան զոհեր եւ վիրավորներ։ ԱՄՆ զինուժը հարվածել է Ղոմ նահանգում գտնվող տուրբինային շարժիչների արտադրամասի, որն անօդաչուների եւ ինքնաթիռների բաղադրիչներ է արտադրում։ Չնայած չդադարող հարվածներին Թեհրանում երեկոյան հանրահավաք է անցկացվել։ Մասնակիցներն աջակցություն են հայտնել կառավարությանը եւ պնդել, թե ԱՄՆ-ն եւ Իսրայելը ոչ մի բանի չեն հասել այս պատերազմով։ Դրա վառօրինակն է Հորմուզի նեղուցի փակումը։ Թրամփը դիմել է գերտերություններին, ՆԱՏՕ-ին խնդրելով օգնել նեղուցը բացելու հարցում, բայց ոչինչի չի հասնի, որովհետև երբ գործ ունեն այնպիսի մարդկանց հետ, որոնք հիմա ներկա են հանրահավաքին, նրանք ոչինչ չեն կարող անել։ Եթե նրանք որոշեն հարվածել այս հսկայական եւ մեծ երկրի ենթակառուցվածքներին, մեր որոշ քաղաքներում թերևս խափանումներ կլինեն, սակայն միանշանակ նույնը շատ ուժեղ եւ ավելի մեծ մասշտաբով տեղի կունենա օկուպացված Երուսաղեմում։ Իսրայելը նաև շարունակել է Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի դեմ գործողությունները Լիբանանում եւ զգուշացրել, որ պատերազմը կշարունակվի եւս մի քանի շաբաթ։ Բանակի խոսնակը պնդել է, որ օրեցօր ավելի են թուլացնում Իրանին, իսկ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի դեմ ցամաքային արշավը այս շաբաթ ուժեղանա։ Մենք թույլ չենք տա, որ ահաբեկչական ռեժիմը եւ նրա կողմնակիցները սպառնալիք ստեղծեն Իսրայելի պետության համար, հայտարարել է Էֆի Դեֆրինը։ Հեզբոլլան իր հերթին հայտարարել է, որ 3 ավելի քան 60 անգամ հարվածել է իսրայելական բանակին։ Իրանը եւս հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Երեկ էլ հրթիռակոծել էր իսրայելական Արադ եւ Դիմոնա քաղաքները, հաղորդվում է 130-ից ավելի վիրավորի մասին։ Իրանը նաեւ հարվածել է Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազային եւ Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմին։ Պատերազմն ու Հորմուզի նեղուցի փակ լինելը շարունակում են ցնցել համաշխարհային տնտեսությունն ու շուկաները։ Ասիական ֆոնդային շուկաները կտրուկ անկում են գրանցել, իսկ եվրոպական ֆոնդային շուկաները հասել են 4 ամսվա ամենացածր մակարդակին։ Նավթի գինը շարունակել է բարձրանալ, Brent տեսակը վաճառվում է ավելի քան $113 1 բարելի դիմաց։ Ոսկու գինն այսօր կտրուկ 6%-ով նվազել է եւ վաճառվում է 1 ունցիան $4214։ Անցած տարվա դեկտեմբերի 11-ից ի վեր սա ամենացածր գինն է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ 22 երկիր, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամներ համակարգում են ջանքերը վերաբացելու Հորմուզի նեղուցը։ Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցին, մենք պետք է միասին աշխատենք այս 22 երկրների հետ։ Քննարկենք, թե ինչ եւ երբ է անհրաժեշտ անել եւ ինչպես ենք դա անելու միասին, երբ ժամանակը հասունանա, որպեսզի ապահովենք, որ նեղուցը բացվի։ Միջազգային էներգետիկ գործակալությունը զգուշացրել է, որ աշխարհը բախվում է էներգետիկ ավելի վատ ճգնաժամի, քան 70-ականներին նավթի շուկայի ցնցումներն ու Ուկրաինայի պատերազմի հետևանքները միասին վերցրած։